Ամեն օր երկուշաբթիից ուրբաթ առավոտյան գալիս եմ, սուրճ եմ խմում գործընկերներիս հետ, ինչը օրվա շատ հաճելի սկիզբ է։ Այսպես է սկսվում 66-ամյա ավստրիացի կամավորի օրը Գյումրու Էմիլիա Օրեկակում։ Զարմանալի թվացող իրականությունն այն է, որ տարբեր երկրներում շուրջ 40 տարվա դիվանագիտական աշխատանք տանելուց հետո Յոհաննես Այգները արդեն 3-րդ ամիսն է Գյումրիում է որպես կամավոր հայ կամավորների միության միջնորդությամբ։ Մասնակցում եմ անհատական պարապմունքների, խոսքի, արվեստի կամ երաժշտության թերապևտների հետ։ Այստեղ աշխատում են շատ բարձր պրոֆեսիոնալ մասնագետներ եւ ես փորձում եմ օգնել ու ներգրավել այնտեղ, որտեղ կարող եմ օգտակար լինել։ Յոհաննեսը աշխատել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունում եւ ծառայել ի թիվս այլ վայրերի Բելգրադում եւ Մոսկվայում որպես դեսպան։ 7 տարի առաջ, երբ Մոսկվայում էի ծառայության, եկա Գյումրի, որդուս այցելելու, որը այդ ժամանակ այստեղ կամավոր էր աշխատում։ Այդպես իմացա այս կենտրոնի մասին, իսկ անցյալ տարի, երբ թոշակի անցա, մտածեցի, հիմա ունեմ ժամանակ, ես եմ տնօրինում իմ ժամանակը եւ կարող եմ անել գրեթե այն, ինչ ուզում եմ։ Յոհաննեսի ընտրությունը պատահական չէր, նրա կապը Գյումրու հետ սկսվել է երկար տարիներ առաջ երկրաշարժից հետո։ Եկել էի փոքր ավստրիական պատվիրակության հետ, հասկանալու թե ինչ աջակցություն կարող են տրամադրել երկրաշարժից հետո։ Արդյունքում կառուցվեց ավստրիական թաղամասը։ Դա իմ առաջին կարճ այցն էր Գյումրի, այն ժամանակ ամբողջությամբ ավերված էր քաղաքը։ Այսօր պատկերն ամբողջովին այլ է։ Քաղաքի կենտրոնը շատ գեղեցիկ վերականգնված է, տեսանելի է հին հայտնի ճարտարապետությունը, որը ես շատ եմ սիրում։ Թեև սա նրա առաջին փորձն է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու ոլորտում, Յոհաննեսը խոստովանում է, դժվար չի եղել։ Լավագույն հիշողություններս մարդկանց հետ հանդիպումներն են։ Այստեղ կատարված աշխատանքը, երեխաների ու երիտասարդների ժպիտները եւ այս հանգիստ ընկերասեր քաղաքը, որտեղ հեշտ է շփվել եւ ընկերներ ձեռք բերել։ Յոհաննեսի պատմությունը պարզապես կամավորության մասին չէ, այն նաև ընտրության մասին է, փոխել կյանքի ուղղությունը նույնիսկ տասնամյակներ անց։ Խորհուրդ կտամ բոլորին նման փորձառություն։ Դա շատ արժեքավոր է, հասնում է մարդու սրտին։ Ես կարծում եմ այստեղից ավելի շատ եմ ստանում, քան տալիս, եւ դա լավագույն բանն է, որ կարելի է ասել կամավորության մասին։ 3 ամիսը ասում է արագ է անցնում, բայց թվում է այս պատմությունը դեռավարտված չէ։ Արդեն մտածում եմ հաջորդ տարի կրկին վերադառնալու մասին, գուցե տարվա ավելի բարենպաստ եղանակին։ Այս տարի գարունը կարծես ուշանում է, ձմեռը համառ է։ Միգուցե ընտրեմ աշունը, բայց արդեն լրջորեն մտածում եմ կրկին գալ Գյումրի եւ Էմիլի Արեգակ։ Կենտրոնում կամավորների ներգրավումը կառուցված է ազատ ընտրության սկզբունքով, սակայն Յոհաննեսի որոշումը նույնիսկ փորձառու թիմի համար անսովոր էր, վերջինս այստեղ կլինի մինչև մայիսի կեսերին։ Գալ մի կենտրոն, որը ավելի վերականգնողական թերապևտիկ բնույթ է կրում, ինչպես նաև վերապատրաստումների մասով աջակցում հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, միանշանակ տարբերվում էր ըստ իր մասնագիտության։ Կարիտաս Արեգակ բարեգործական հիմնադրամը, որն ունի Էմիլիա Արեգակ կենտրոնը, կանաչ ջերմատունը եւ Արեգակ սրճարանը, վերջին տարիներին դեպի հայքի եւ հայ կամավորների միության հետ համագործակցության շրջանակում տարեկան հյուրընկալում է շուրջ 15-ից 20 միջազգային կամավորներ։ Այս կազմակերպությունների դերը շատ կարևոր է։ Բերելով մշակութային փոփոխություն թե կամավորների, թե հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների համար, ինչպես չէ մասնագետների նաև համար, իրենք իրենց հետ տանում են եւս այն մասնագիտական փորձը, որը կա Հայաստանում։ Միաժամանակ կենտրոնը ունի նաև տեղացի կամավորներ, ամսական շուրջ 25 հոգի, ովքեր ներգրավում են 6 ամսից մինչև 1 տարվա ժամկետով։ Միջազգային կամավորները սովորաբար գալիս են 2-ից 6 ամսով եւ իրենց հետ բերում են նոր մոտեցումներ ու փոփոխություններ։ Միանշանակ հենց իրենց շնորհիվ է, որ ծանոթանում են կենտրոնին, կենտրոնի առաքելությանը, կենտրոնի գործունեությանը, ինչու՞ չէ ասեմ նաև խնդիրներին։ Յոհաննես Այգները ցայտուն օրինակ է, թե ինչպես կարելի է անկախ տարիքից, անցած ճանապարհից ու մասնագիտական բարձր դիրքից վերաիմաստավորել սեփական կյանքը եւ ընտրել մի ուղի, որտեղ առաջնային է մարդն է։ Ինձ համար այստեղ կամավոր լինելը եզակի փորձ է, որը երբեք չէի ցանկանա բաց թողնել։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։